Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Մենք հույս ունենք, որ այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել, դրանք կյանքի կկոչվեն եւ դրա մասին թե փակ հանդիպման ժամանակ, թե նաեւ վստահաբար հանրային կերպով մշտապես մեր դիրքորոշումը արտահայտում այս բան ժամկետների մասին ոչինչ չեմ կարող ասել։ Ես չէի գնահատի։ Ես գործընթացը փակուղային չէի գնահատի, որովհետև փակուղային գնահատականի համար առնվազն անհրաժեշտ է նախադրյալ, որ քննարկումներ չկան, իսկ քննարկումներ թե Հայաստանի, թե Թուրքիայի եւ թե Ադրբեջանի հետ քննարկվում Ադրբեջանի պատկերացրած Զանգեզուրի միջանցքի հարցում եւս նույն դիրքով չի հանդես գալիս, այսինքն թուրքական կողմը Զանգեզուրի միջանցքի պատկերացրած ադրբեջանական կողմը պատկերացրած Զանգեզուրի միջանցքի հարցում չի աջակցում Ադրբեջանին եւ ինքը այդ օրակարգը չի սպասարկում։ Մենք կարող ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը, որ կոմունիկացիաները պիտի անցնեն Հայաստանի ինքնիշխանության եւ իրավազորության ներքո որևէ կերպ փոփոխման չի ենթարկվել, չնայած այն բոլոր շարժումներին, որ այցից առաջ եւ այցից հետո մամուլում տեղ են գտել։ Իսկ ինչ բացատրություն ունեք, որ ժամանակ առ ժամանակ այս հարցը փակում է իրենց կողմից, եւ հետո ժամանակ առ ժամանակ իրենք հենց անգամ բացում են։ Օրինակ, մյուսը խոսվեց, որ պետք չէ ճանապարհը մենք Իրանից ճանապարհ կստանանք, կամուրջ են կառուցում, հետո նորից խոսվեց Զանգեզուրի միջանցքի մասին։ Ունեք բացատրություն։ Ենթադրաբար կոմունիկացիաների բացումը հավասարապես կարևոր է թե մեր հարևանների համար։ Իրենց չի պատասխանել Հայաստանի առաջարկներին, գրավոր առաջարկներ, որ ուղարկվել էր ապաշրջապատման հարցում։ Այս մասին երբ լինի նորություն, վստահաբար հանրությունը կտեղեկացվի դրա մասին։ Ադրբեջանական այս պահին ինչ ուղղում են։ Հույս ունենք, որ մոտ ապագայում շարունակվեն այդ բանակցությունը։ Այսինքն այս պահին չկա քննարկում Բաքվի հետ համաձայնությունից հետո այս պահին գործընթաց չկա։ Գործընթացի համար հանդիպում է անհրաժեշտ, հույս ունենք, որ կլինի հանդիպում այդպես։ Այդ մասով ինչ-որ քննարկում։ Հայկական կողմը դրական է տրամադրված եւ հաշվի առնելով, որ մենք պատրաստ ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը, մենք կողմ կլինենք նման հանդիպման անցկացման։ Ես պատասխանեցի ձեր հարցին։ Ավելի առաջարկները, պահանջները, որ իրենք անընդհատ ներկայացնում են մամուլով հրապարակումների տեսքով, հայտարարությունների տեսքով, բանակցային գործընթացում իրենք բերում են այդ հարցերը որպես օրակարգային։ Հարցին բազմիցս պատասխանել։ Երեք հայտարարության, բայց իրենք շարունակում են Կանևի երեք հայտարարությունը այս բանակցությունների զուգահեռ ասում է Հայաստանը ռազմական հանցագործ պետություն է Պակոստանյան։ Սրանն ու Հայաստանի արտգործնախարարության արձագանքն Վստահաբար նման հայտարարությունները չեն օգնում, որպեսզի կառուցողական եւ փոխհմբռնման մթնոլորտ ձևավորվի հետագա քննարկումների համար եւ հույս ունենք, որ նման հայտարարություններ ապագայում չեն հնչի։ Պարոն Կոստանյան, նաև 3 մայիսի նախարարն հայտարարել էր, որ Փաշինյանը ասել է, որ հայեցողացման չի եղել, ես խնդրում եմ մեկնաբանությունների եւ արձագանքը այս հայտարարությունների եւ մանօրինակ շեշտադրումներով մեկնաբանությունների։ Տեսեք, դժվար է մեկնաբանել մի բան, որը մեկնաբանելու համար այս կամ այն անձի մեդիագրագիտության վերաբերյալ պետք է գնահատական տամ, այնուամենայնիվ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև կան բարեկամական եւ դաշնակցային հարաբերություններ, դրա համար թույլ տվեք զերծ մնալ, եթե չեմ սխալվում, այդ հայտարարությունը նաեւ այդ մեկնաբանություններում այլ հատվածեր կար, կապված հայկական կողմի Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ, այստեղ միգուցե տեղին կլինի հիշել հայտնի խոսքերը, որ տվեք ինձ հենմանկետ եւ ես շուտ կտամ աշխարհը եւ կարծես մեր ռուսաստանցի գործընկերները հենմանկետ չգտնելով Ռուսաստանում այլ տեղեր են ման գալիս, բնականաբար Հայաստան-Ռուսաստան բարեկամական հարաբերությունների պարագայում հենման կետի տրամադրում մենք կարող ենք քննարկել, բայց այնուամենայնիվ ցանկալի չէ։ Պարոն Կոստանյան, իսկ
Թուրքիայի նախագահը վարչապետն ասում էր, որ փոխադարձ հրավեր կլինի։ Հրավերը ընդունվել է Թուրքիայի նախագահ այցելի Հայաստան եւ երկրորդ հարցը արդյոք այդ հանդիպմանը քննարկվել է, քանի որ հայ-ադրբեջանական կարգավորման անդրադարձ եղել է, արդյոք քննարկվել է նաեւ Հայաստանի սահմանադրության փոփոխության Ադրբեջանի նախապայմանը, ինչպիսին է այս հարցում Թուրքիայի դիրքորոշումը։ Ինչ վերաբերվում է հրավերին, ապա հրավերը եղել է մասնակցելու եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ նիստին, որ տեղի կունենա հաջորդ տարվա առաջին կիսամյակին Գարնանը հավանաբար Երևանում եւ որպես կանոն հյուրընկալող պետությունը պարտավորվում է հրավիրել այս ֆորմատի անդամ բոլոր պետություններին եւ որպես կանոն բոլոր անդամ պետությունները ղեկավարի մակարդակով մասնակցում են այդ քննարկումներին։ Հրավերը եղել է եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին մասնակցելու շրջանակներում։ Մասնակցի Պարպոստանյան ասել է։ Ասեցի որպես կանոն մասնակցում են բոլոր երկրների ղեկավարները։ Հարցը կկրկնեք։ Տեսեք, քանի որ դա ասացիք անդրադարձ եղել հայ-ադրբեջանական process-ին, արդյոք Հայաստանի սահմանադրության փոփոխության հարցը, որը Բաքվի նախապայման այս process-ում անդրադարձ եղել է եւ Բաքուն ինչպես է վերաբերվում այդ նախապայմանին։ Քննարկվել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի ողջ սպեկտրը, մտքեր են փոխանակվել, ավելի ճիշտ կլինի նշել, եւ վարչապետը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները, որ մենք չենք տեսնում սահմանադրական խնդիր, այն պարագայում, եթե ստորագրումից հետո կառաջանա նման խնդիր եւ մեր սահմանադրական դատարանը խաղաղության պայմանագրի այս կամ այն դրույթը կճանաչի հակասահմանադրական, ապա Հայաստանը պատրաստ կլինի նախաձեռնել այդ հարցի շուրջ լայն հանրային քննարկում, ինչ իրենց հանրակրվեի աջակցությունը կամ սրա վերաբերյալ Ռոմանի դիրքորոշումը համոզիչ եղել են վարչապետի պատասխանները։ Ճիշտ չի լինի, որպեսզի ես մեկնաբանեմ թուրքական կողմի համար համոզիչ եղել եմ թե չէ։ Վարչապետ Ալեքսեյ Օվերչուկն էր օրերս խոսել, նա մասնավորապես խնդիր էր տեսնում, ասում էր, եթե դնում է Եվրամիություն, ապա ինչպես է շարունակելու մնալ ԵԱՏՄ-ում եւ բացի այդ հապկի հետ կապված եւս որ երկար կարծես թե ակնարկել է, որ երկար չի կարող այսպես մնալ, պետք է վերջում Հայաստանը որոշում կայացնի։ Հապկի մասին մենք ոչ միայն ակնարկում ենք, այլ ուղիղ տեքստով ասում ենք, որ երկար մենք էլ ոչ թե ակնարկում ենք, այլ ուղիղ տեքստով ասում ենք, պատասխան ձեր հարց, որ այսպես երկար չի կարող մնալ։ Ի վերջո, եթե հապկ գործընկերները, այդ թվում նաև Ռուսաստանի Դաշնությունը հանդես չկան քաղաքական հայտարարություններով, որոնց մասին խոսվել է դեռևս տարիներ առաջ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ հարձակումից հետո, ապա Հայաստանը կկայացնի վերջնական որոշումներ, ինչ վերաբերվում է Եվրասիական միությանը, ապա մենք շարունակում ենք լինել Եվրասիական միության անդամ եւ շարունակում ենք խորացնել մեր հարաբերությունները Եվրոպական միության հետ, այն պահին, երբ անհրաժեշտություն կառաջանա հստակ որոշումներ կայացնելու, նման որոշումներ կկայացվեն։